Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ստորագրել հրամանագիր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացմամբ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։ Անկեղծ շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ մեծ համբերություն, տոկունություն, վճռականություն այս դժվարին ժամանակներում մեզ առաջնորդելու համար, երկիրը դեպի բարեկեցիկ ապագա տանելու համար, վստահ եմ նաև, որ ձեր սկզբունքայնությունը ի նպաստ է լինելու իհարկե Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, սահմանադրականության սկզբունքներից ելնելով ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ եւ արժանապատիվ ապագայի։ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել նախագահին հրավերի եւ հանդիսավորության պայմաններում հրամանագիրը ստորագրելու համար, ապա շարունակել։ 2018 թվականին, երբ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով եւ կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել, բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք եւ կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ եւ աներկվա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, ով ի վերջո պետական գիտակցության եւ պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտությունների ցույց տվեց այս ողջ ընթացքում եւ իհարկե սա մեծ պարտավորություն է եւ պարտավորվածություն է իհարկե առաջիկայում կձևավորվի կառավարությունը եւ կառավարության բոլոր անդամները ներառյալ ես երթման տեքստով արդեն կամրագրենք մեր պարտավորությունները մեր ժողովրդի առաջ։ Վարչապետը հույս է հայտնել, որ 9-րդ գումարման ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը կլինի քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների եւ ոչ թե անձանց բախման միջավայր։ Այսօր էլ տեսա, որ ազգային ժողովի նախագահի տեխնացուն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց, որ ցուցաբերելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության պատրաստակամությունը խորհրդանում աշխատել առանց անձնական եւ անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի եւ վիրավորանքի տրամաբանությունից դուրս իհարկե բանավեճերը պետքա եւ կլինեն սուր, բայց շատ կարեւոր է թե սրությունը ինչի մասին է։ Սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետքա լինի եւ ոչ թե փոխադարձ թիրախավորումների, ամեն դեպս մենք ձեր ուղերձը լսել ենք եւ մենք այդ ուղերձով ենք առաջնորդվելու, հույս ունեմ կհաջողվի չշեղվել այս ուղուց, որովհետեւ դա միակողմանի չէ այդ գործընթացը եւ եթե ընդդիմությունը այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է հնարավորություն սահմանադրությամբ ընտրել իշխանություն։ Սա դարձել է իրականություն, նշել է երկրի նախագահը։ Իրականում այն քաղաքականությունը, որ վարում եք դուք, որպես կառավարություն ղեկավար, որպես քաղաքական ուժի ղեկավար մեծամասնությամբ, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը եւ միանշանակ ի նպաստ են լինելու Հայաստանի ուժեղ ապագային։ Նախագահը հիշեցրել է մեր ժողովուրդը տարիներ շարունակ իր ընտրությունը կատարել է, բայց ցավոք սրտի իշխանությունն իր ձեռքից վերցրել են։ 18 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը եւ ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, ով ընտրվել է այդ ժողովրդի կողմից, նաեւ պարտավորություն ունի եւ պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից։ Բայց կարևոր մի գործոներ կա։ Պետության կայունությունը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, ով ստանձնում է իշխանություն, այլև ընդդիմությունից։
ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն եւ դեր ունի ընդդիմությունը։ Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք եւ այդ թուն նաեւ ընդդիմության հետ մենք աշխատենք։ Նախագահը եզրափակել է՝ ի վերջո բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ ունենալ ամուր, հզոր Հայաստանի Հանրապետություն։ Էմմա Վարդանյան, Կիրակ Նորյալ լուրեր։